Ողջույն սիրելիներս, ինչպե՞ս եք, վստահ եմ, որ լավ եք ու ցանկանում եմ, որ միշտ լավ լինեք։ Դե ինչ, ինչպես եւ ես ձեզ խոստացել էի պատրաստել այս ոչ դժվար, բայց միաժամանակ շատ թանկարժեք կարելի ասել թխվածքաբլիթներ, այդպես կարելի է կոչել, մակարոն կոչվածը, որը իրականում իրանից ոչինչ չի ներկայացնում պատրաստելը, բայց չգիտես ինչու, լինի թե խանութում, լինի թե ինչ-որ թխվածքների խանութներում, չգիտեմ հայերեն այդ ոնց են ասում, կամ նույնիսկ ռեստորաններում ահռելի թանկ են վաճառում այս թխվածքաբլիթները, որ իրականում իմ կարծիքով եսի ինչ մի երևելի համել չունի ու դրա հետ էլ մեկտեղ պատրաստման եղանակը, եթե ձեռքդ սովորեց, բռնեցիր, հասկացար ոնց պետք է անես, հաստատ կստացվի։ Դե ինչ, քանի որ խնդրել էի, կիսվում եմ ձեզ հետ իմ պատրաստման եղանակով, այսպես ասեմ, ռուսական ալիքում բազմաթիվ խնդրանքներից հետո, բազմաթիվ տանջվելուց հետո գտա լավ հեշտ բաղադրատոմս, որի շնորհիվ հեշտ տեխնիկա է կարելի ասել, դե բաղադրատոմսի մեջ նույն բաներն է գնում, ինչպես որ մնացած մակարոն պատրաստելը, բայց տեխնիկան, որը որ ես գտա, իմ կարծիքով ամենալավն է, ամենահեշտն է ու ստացվողը։ Եթե իհարկե անեք քայլ առ քայլ, այնպես ինչպես որ ես եմ ձեզ ասում։ Ուզում եմ մենակ մի բան ասել, մակարոն սարքելու համար, մակարոն տենց ասենք, պատրաստելու համար շատերը ասում են օգտագործել սիլիկոնից այդ փոքրիկ խալիները, խորհուրդ չեմ տալիս, առաջի անգամ երբ որ փորձեցի պատրաստել, պատրաստեցի հենց այդ խալիկների վրա, այդ խալիների, դուր չեկավ ինձ որ անկեղծ ասեմ, նույնիսկ անկեղծ կլինեմ, դուրս եմ նետել, այսինքն աղբն եմ գցել այդ սիլիկոնից, կովրիկ են ասում, երևի թե խալի, հա, սիլիկոնից այդ, չգիտեմ, մի խոսքով հասկացաք։ Եվ գոյություն ունի ինչ-որ տիֆլոնից էլ այդպես խալիներ, չեմ արել, չեմ գնել, ուղղակի որ նայում էի, ինչ-որ նյութ տեսա, որ իբրև թե վտանգավոր է առողջությանը, չգիտեմ ճիշտ է թե սուտ, որոշեցի անել սովորական կալկայի վրա, հա, յուղաթերթիկի վրա սովորական, եւ հիմա ես ձեզ ցույց եմ տալիս բաղադրիչները, քանակը մանրամասն կգրեմ հոլովակի ներքևում եւ իհարկե պատրաստման ձևն եմ ցույց տալիս, ժողովուրդ պետքա ուշադիր նայեք, այսինքն այնպես չի որ սենց հապ ու պատրաստա խմորը, ոչ, ընդ մի քիչ մանրուքներ կա, որոնց եթե ուշադրություն դարձնեք կստացվի։ Դե ինչ, գնացինք, վերցնում ենք իհարկե տարավորի մեջ խփվելու է։ Եկեք տենց երևի ասեմ քանակը գրամներով, հետո մի հատ կգրեմ 55 գրամ ձվի սպիտակոց, կշեռքը պարտադիր է, ժողովուրդ պետք է կշռեք գրամ առ գրամ, աշկաչափ գոյություն չունի այս բաղադրատոմսի մեջ, 55 գրամ ձվի սպիտակոց, որը ձուն թողել եմ 2 օր, տան ջերմաստիճանի, որից հետո առանձնացրել եմ դեղնոսն ու սպիտակոցը, այսինքն պետք է սպիտակոցը լինի գոնե 2 օր, տան ջերմաստիճանի մնացած լինի, 55 գրամ։ Դրա հետ մեկտեղ մեզ պետք է լինելու խառնել 75 գրամ շաքարավազ, այսինքն մենք պետք է պատրաստենք բեզե, այսպես ասեմ, սպիտակոցը լավ հարենք, փրփրի, հետո աստիճանաբար 2-3, նույնիսկ 4 էտապով ավելացնում ենք շաքարավազը 75 գրամ։ Այստեղ 75 գրամ պուդրին է, շաքարավազի, հա, շաքարի պուդրի եւ 75 գրամ նուշի ալյուր, նայեք, փորձեք գնել ամենամանրը, ինչքան հնարավոր է, բայց այդ մանր լինելով նույնիսկ մեզ պետք է լինելու բլենդերով մի հատ լավ խփել, դա էլ անհրաժեշտ ժողովուրդ, կարող եք չխփել, բայց շատ կոպիտ կլինի ձեր մակարոնները, այսինքն գունդ բուտիկները կերևա մեջ, այդպես ասեմ։ Հիմա նայեք, մինչև մենք խփենք սպիտակոցն ու սա, դնում ենք մի կողմ, այս պահին սա մեզ պետք չի, այսինքն պետք է, բայց մի փոքրիկ հետո, վերցնում ենք բլենդերը, լցնում ենք նուշի փոշին, ալյուրը, կներեք, նուշի ալյուրը և ավելացնում ենք շաքարի փոշին, նույնպես նուշի ալյուրի հետ։ Այսպես։
Հիմա նայեք, բլենդերով պետք է հարել ընդամենը մոտավորապես 1 րոպե, մոտավորապես, նույնիսկ քիչ։ Եթե ձեր բլենդերի այդ հարիչը վերևի հատվածից է ինքնըստինքյան տակը, առաջ չի տականում, դա լավ է, բայց եթե տակից է տականում, այսինքն հոսանքը տակից է եւ միգուցե տականա, փորձեք մի 10 վայրկյան հարել, ստուգել։ Պետքա որ այդ միջի մեր զանգվածը հանգարց չտականա ու չկպչի իրար։ Հուսով եմ ճիշտ բացատրեցի, մի քիչ լարվում եմ, որտեղ այս մակարոնը հեշտ է միաժամանակ սարքելը, բայց հենց այդ փոքրիկ մանրուքների շնորհիվ կարող է ստացվի կամ ոչ։ Ասում եմ, 3-րդ անգամից նոր է ինձ մոտ ստացվել։ Էտապներով հարում ենք, նայում ենք։ Այսենց հարում ենք։ Տեսնում եք, չէ՞։ Ձեզ մանրամասն ցույց եմ տալիս, որպեսզի հասկանաք process-ը։ Եվս մեկ անգամ։ Տեսեք, տակը ուզում է կպնի, բայց ինքը չի տակացել, պետք է իր շաքարն է, շաքարավազի պուդրին, հա։ Վերջ։ Սա վերջացրին, այսպես, հիմա պետք է պարտադիր մաղել, մաղը մի քիչ խոշոր վերցրեք, որտեղ աղեն դեպքում ինքը զանգվածը խոշոր է մնում, մաղում, մի քիչ այսպես, տեսնում եք, նույնիսկ այդքան հարելուց հետո, էլի ինքը խոշոր է, գունդը առաջ, գնդեր են լինում, շաքարավազից, գրեթե վերջացրեցինք, ամեն ինչ մանրամասն եմ ցույց տալիս, հոլովակը երկար կարող է ստացվի, ոնց որ ռուսական ալիքում է, բայց ժողովուրդ ավելի լավ է երկար մանրամասն, քան թե կարճ հոլովակ, բայց հասկանում եք, անիմաստ։ Եկեք ձեզ ցույց տամ, այսպես մնում է, ոնց ցույց տամ, եկեք այսպես անեմ։ Տեսնում եք, այսքան մնում է, սա արդեն գնում է աղբը։ Վերջ։ Հիմա տեսեք ինչ մանր, ոնց որ շաքարավազի պուդրին լինի, հա։ Այսպես, սա պատրաստ։ Դե ինչ, սկսում ենք։ Եվ վերցրել եմ գույն ռոզվի գույնով կանեմ, կարող եք վերցնել տարբեր գույների չոր ներկա, հա, պուդրի, այսպես ցույց տամ, եթե ապրում եք այստեղ, Ամազոնից եմ պատվիրել, ֆրանսիականն է ինքը, ու շատ լավն է ժողովուրդ, ինքը արտակարգ ներկա, յուրաքանչյուր գույն, որից կուզեք, ցանկանաք կա Ամազոնում եւ պատիսիե թխվածքների խանութներում կա, կարող եք գնել, իրոք լավն է, խորհուրդ եմ տալիս, սա չոր ներկն է, բայց կարող եք նաեւ օգտագործել ջրային ներկ, ոչ թե յուղոտ, յուղային, այլ ջրայինը նույնպես կլինի։ Բայց ես միշտ պուդրին եմ սիրում օգտագործել, ավելի խիտ է գույնը լինում։ Որոշեցի անել ռոզվի, կարող եք անել դեղին, դեղինն էլ է շատ գեղեցիկ ստացվում եւ լիմոնի ինչ-որ նաչինկա անեք, կարող եք անել օրինակ մասկարպոնը հարել, մի քիչ խտացրած կաթ եւ օրինակ լիմոնի ինչ-որ քերեք լիմոնի կեղևը կստացվի լիմոնի նաչինկա, դեղին մակարոն ու այդ կրեմով շատ համեղ կստացվի։ Այսօր ես չեմ պատրաստելու ոչ մի կրեմ, ես ձեզ համար մենակ պատրաստելու եմ գլխիկները։ Եթե ցանկանաք կարող ենք պատրաստել, բայց ինձ թվում է դրա կարիքը չկա, ամեն մեկը արդեն ձեր ճաշակով, ձեր ուզածով կպատրաստի։ Դե ինչ գնացինք։ Հարում ենք։ Ամեն ինչը մանրամասն եմ ցույց տալի ժողովուրդ։ Եկեք sense մոտ բերեմ ու գնացինք։ Չեմ միացրել։
Հենց փրփրում է մեր սպիտակոցը, այս ձև, սկսում ենք ավելացնել աստիճանաբար շաքարավազը։ Նայեք, տեսնում եք, հիմա ձեզ մոտիկից ցույց տամ այս խաղը։ Ինքը պետք է ավելի ձիգ լինի, այսինքն պետք է այսպես մնա ֆորմայի մեջ, տեսնում եք։ Ահա։ Բայց մի փոքրիկ է, մոտավորապես մի 2 րոպե, 2 էլ չէ, 1 րոպե որ հարենք, արդեն բավական կլինի։ Ստուգում ենք, տեսեք, արդեն ավելի ձիգ է, ավելի ամուր է մնում, այսպես մոտեցնեմ, և սպիտակոցը պետք է փայլ ունենա, ես չգիտեմ ձեզ երևում է թե ոչ, ինքը պետք է լինի այսպես շողշողան, ոնց որ փայլ, ձեթ ոնց որ լինի հետը խառնած, այդպես փայլուն է ստացվում, վերջ։ Վերջացրեցի։ Նայեք, հենց այս էտապում ներկը չխառնեցի, հետ եմ բերում միքսերը։ Տեսակ չէ։ Okay, լավ, այս էտապում արդեն կարող ենք միացնել ջեռոցը, հալում 40 աստիճան, վերև ներքև միացրած վենտիլատորով, նայեք ժողովուրդ, եթե վենտիլատորը չունեք, հոգ չէ, կարող եք առանց վենտիլատորի փորձել եմ, ստացվում է։ Ավելացնում ենք ներկը ավելացնում ենք ժողովուրդ, նայած ինչա։ Եթե խիտ ներկ ունեք, ապա շատ աննշան, եթե ձեր ներկը քիչ ագույն տալիս, ապա մի քիչ շատ։ Ես այսինք փոքրիկ գթալի ծայրով տեսնում եք, աննշան, նույնիսկ էսի շատ է, բայց ուզում եմ վառ գույն ստացվի, իրականում դրա համար եմ այդքան անում։ Եթե ուզում եք միաժամանակ 2 գույն ստանալ, ապա կարող եք իհարկե, զանգվածը պետք է բաժանեք հավասար մասերի, չնայած մի քիչ դժվար է, ճիշտն ասած, ես ռիսկի չէի գնա։ Այս անգամ վերջ։ Տեսնում եք, նույնիսկ հարիչի ոտիկներից չի ուզում փոքվի։ Այսպիսի պետք է զանգված ստանաք, որ ընդհանրապես չշարժվի։ Վերջ։ Չվախենաք խառնելուց, ուժ գործադրեք, այս խմորը, խմոր չեն ասում, մակարոնաժ են ասում, ռուսերեն, հայերեն չգիտեմ ոնց կարելի ասել ճիշտն ասած, սա սիրում է կոպիտ վերաբերմունք, այսպես ասեմ, հիմա ավելացնում ենք 2 էտապով և խառնում ենք։ Խառնելու ձևը կտրատում ենք կարելի ասել, երևում է, երևում է, այսպես դանակը ոնց են վերցնում կտրատում, այսենց խառնում ենք, կտրատում ենք, կպցնում ենք, լավ կոպիտ մի խոսքով վերաբերվում ենք այս խմորին, չենք վախենում, որ հանգարց կարող է փչանա։ Այսենց, տեսնում եք ինչքան արագ ու ուժեղ եմ անում ու չեմ վախենում։ Հիմա մնացած զանգվածը նույն կերպով
ու հետո ես հեսա ձեզ ցույց կտամ տեխնիկան ոնց է պետք անել։ Մեկ վայրկյան, այս նույն ձևով խառնում ենք։ Ինքը պետք է դառնա փայլուն եւ միասեռ զանգված։ Հեսա մեկ վայրկյան։ Նայեք, հիմա տեսնում եք, չէ՞։ Այսինքն վերցնում եք եւ քսում եք այսինքն ձեր վերցրած ամանի պատերին, որի մեջ որ հարել եք։ Ու բավականին կոպիտ։ Հիմա ես ուղղակի ձեզ դանդաղ ցույց եմ տալիս։ Արեցիք, հավաքում եք, նորից խառնում եք, ու նորից նույն բանն եք անում, հասկացաք։ Հիմա նայեք, գնացինք։ Մոտավորապես մի 3-ից 4 անգամ պետք է անել։ Համբերություն մեզ եւ մեր ձեռքին։ Հիմա արդեն հոգնեց, որ ճիշտն ասեմ։ Բայց դե էտա։ Երևի դրա համար թանկ է։ Կարող եք միքսերով անել, բայց խորհուրդ չեմ տալիս, նման եթե նոր եք սկսում, որպեսզի իմանաք իր չափը երբ կանգնեք, երբ դադարեք անել, ավելի լավ է այսպես։ Ճիշտ է, հոգնածնող է մի քիչ, բայց ոչինչ։ Ես արդեն 2 անգամ արեցի, սա 3-րդ անգամն է։ Եվ գնաց նորից։ Եվ ստուգում ենք, պետք է ինքը այսենց գիծը չկտրվի, տեսնում եք, հələ որ կտրվում է, նորից կպցնում ենք, ու նորից հավաքում ենք, ձերքս հոգնուց, միած ստուգենք կրկին, նայեք, տեսեք արդեն ինքը ավելի լավ է գնում, տեսակ, եվս մեկ անգամ ու վերջ, լավ կպցնում ենք պատերին, ծեքում ենք պատերին ու հավաքում ենք, վերջ, ստուգում ենք, հոյակապ, վերջ, սա պատրաստ է, ուրեմ ես արդեն գծել եմ, այսնենց կլորիկներ, հուսով եմ ձեզ երևում է, ինձ թվում է, երևում է, հակառակ կողմից, և մեզ պետք է հարթ մակերես, որպեսզի մակարոնները լինեն ուղիղ և չծրվեն, ես դրեցի տախտակի վրա, և իհարկե այստեղ կա գալու տապակ, տապակի երեսն է պետք է լինի հարթ, այսպես տեսնում եք, ես կողքերը բան ունեմ, այստեղ չեմ անելու, գլորիկները այստեղ է լինելու, գծել եմ արդեն, և վերցնում ենք այսպիսի գլանակաձև նասատկա, այսպես փոքրիկ գլորիկով, և իհարկե տոպրակը, կուլյոկը, նայեք, քանի որ ինքը խմորը ջրիկ ամեն դեպքում, որպեսզի մի անգամից չծորի, այսպես պտտում ենք և մեջ ենք մտցնում, ընդհանրապես յուրաքանչյուր բանի համար ճիշտ բան է, այսպես սխմում ենք և ինքը մնում է մեջը, վերցնում ենք ինչ-որ մի աման, ինչը որ հարմար է, այսպես բացում ենք, և սա վերցնեմ առայժմս, այսպես, և մեզ անհրաժեշտ է գալի ինչ-որ բան, որով որ օդն ենք հանել, և լցնում ենք այստեղ, այսպես, ինքը ենքան կապրեզնի խմոր է, կարող այնպես ստացվի, որ հիմա ինձ մոտ է չստացվի, հավատացեք, բայց ինչի համար եմ ասում, որ հանգարց մարդ ես, առաջի անգամ փորձում եք, չստացվի, չվհատվեք, քանի որ ասում եմ, ես էլ 3 անգամ փորձել եմ, ինչև ստացվել է, այս նույն կարավրատոմսով ժողովուրդ, նույն տեխնիկայով,
կպցնենք, բանկաբար ինչքան մեզ էլ պետք չի։ Ունում ենք սեղանին, այսպես, բացում ենք մեր փակածը, տեսնում եք, ահա, և հնարավորինս բրդում ենք առաջ, օդը հանելով։ Նայում ենք ուրահաս է, ահա, վերցնում ենք, սա հավաքում ենք մեր ձեռքի մեջ, տեսեք արդեն եկավ, Ես հույսով եմ, որ ձեզ երևում է, այսպես կլորիկի կենտրոնից դնում ենք, սխմում ենք, թողում ենք, կլորիկի կենտրոնից դնում ենք, սխմում ենք, թողում ենք, նայած թե ինչ աստիճանի մեծ եք ուզում, ըստ դրա որոշեք, մի մոռացեք, որ նրանք փռվելու են հլը, ձեռքը ուղիղ ենք պահում ժողովուրդ, այս ուղիղությունը ամենակարևորն է, որպեսզի մակարոնները չծրվեն թխվելու ընթացքում։ Քանակը որոշվում է ըստ ձեր կլորիկների, թե դուք ինչքան կլորիկ եք արել, ըստ դրա կորոշվի քանակը, մեծ կամ փոքր։ Ես բավականին մեծ եմ արել, որ անկեղծ ասեմ։ Չնայած քիչ արում ստեղ քանակը, որտեղ քանի որ տապակս փոքր է, թազադուխովկայի տապակը ուղիղ չի, հարթ չի, դուրս չեկավ։ Դրա իսկ պատճառով գերադասում եմ քիչ անեմ, բայց լավ ստացվի, որ ձեզ ցույց տամ։ Հետո նորից կարող եմ թխել, խնդիր չկա։ Վերջ չէ, բոլորը լցրել եմ, այո, սա ոչինչ, հետո էլի կօգտագործեմ, տեսեք այնպես դնեմ, որ չթափվի, տեսնում եք, հիմա վերցնում ենք ու մի քանի անգամ ծեփում ենք սեղանին ժողովուրդ, որպեսզի ձայնը շատ ուժեղ չլինի, ահա, ես այսպես անեմ, և գնաց, եվս մեկ անգամ, վերջ, հիմա մենք այսպես, թողնում ենք մոտավորապես 5-10-15 րոպե, մինչ այնքան, որ մենք գանք, սենց թույլ կպնենք և մեր մատին ոչինչ չի կպնի և ինքը սուզվի մի քիչ և վեր բարձրանա, այսինքն ոնց որ սենց մի քիչ պրուժինի նման, նես չէ, որ սենց հոգ թռնի դուրս, բայց ինքը ոնց որ փոս ընկնի մի փոքրիկ ու ետ բարձրանա, այդ դեպքում արդեն կարելի է ուղարկել դուխովկա։ Եվ մեկ բան է ժողովուրդ, խոհանոցը չպետք է լինի խոնավ, այսինքն նայեք, օրինակ ես ունեմ ստեղ ամալվանալու մեքենա, այդ ընթացքում, որ ես թխելու եմ մակարոնը, իմ մեքենան չպետք է միացրած լինի, կրանթը չպետք է բացած մենք ինչ-որ գործանենք, պատուհանը, եթե ձմեռ է, կամ աշուն է, կամ գավուն է, որը հլը խոնավ է, չպետք է բաց լինի, այսինքն ընդհանրապես խոհանոցում չպետք է լինի խոնավություն, որպեսզի արագ ինքը գա այն աստիճանի, որը որ պետք է գնա արդեն դուխովկա։ Դրա համար ես կոնկրետ չեմ կարող ձեզ ասել, 10 րոպե հետո դնում ենք, 5 րոպե հետո դնում ենք, ոչ, գալիս ենք, ստուգում ենք, տեսնում ենք, մոտավորապես արդեն ես ձեզ բացատրեցի, կպչում ենք, հիմա հետո ես ձեզ ցույց կտամ։ Եթե կպչում եք, նա մի փոքրիկ փոս է ընկնում եւ վեր է բարձրանում, ուրեմն պատրաստ է դուխովկա գնալու։ Դուխովկայում երբ թխվում է 14 րոպե, ամեն 3 րոպեն գնում ենք, դուխովկայի դուռը բացում ենք, օդը թողում ենք դուրս գա միջից, այսինքն խոնավությունը ու նորից փակում ենք։ Այդպես շարունակում ենք մինչև 14 րոպե լրան, այսինքն ամեն 3 րոպե մենք բացում ենք եւ փակում ենք։ Պարզ է, թե ինչ, սպասենք մինչև ինքը գա իր ուզած մակարդակի ու ուղարկենք արդեն ջարած։ Նայեք ժողովուրդ, 15 րոպե անցավ, հիմա փորձում ենք կպնել շատ աննշան, սեղմելով, չի կպնում,
ձեռքիս, բայց դեռ հələ տեղ ունի, տեսնում եք, բայց երևի թե արդեն կդնեմ, ոչինչ, թող գնա, այսպես, տեսեք, հələ պետք չի դնել ճիշտն ասած, բայց ես էլ չեմ հոմփերում, ուղարկում եմ ժողովուրդ դուխովկեն։ Համել կփորձենք, տեսնենք անպայման պարտադիր է, որ տենց լավ բռնի պնդի թե ոչ։ Դրեցի արդեն տապակի վրա, արդեն տեսեք, էլ այդպես չի կպնում, տեսեք, վերջ, ուղարկում ենք դուխովկա։ Տեսեք, արդեն 3 րոպե հետո ինչ հավեսին, իրանք արդեն բարձրացել են, մոտավորապես մի քանի վայրկյան թողում ենք բաց։ Դե ինձ սիրելիներս, մագաղոնի կափարիչները, կրիշեչկաները պատրաստ են, այսպես ձեզ ցույց տամ, որ դուք տեսնեք, սա ներսից է, այսպես կպցնում ենք իրար եւ դառնում է այսպիսի մակարոններ։ Իհարկե, եթե կուզենաք, միասին միջուկներ կարող ենք պատրաստել, բայց դե արդեն ոնց ասեցի, ըստ ձեր ճաշակի կարող եք շոկոլադային գանաշ պատրաստել, շատ հեշտ է պատրաստելը, եթե ոչ, ապա կարող եք պատրաստել թե մասկարպոնեով միջուկ, թե կարագով նույնիսկ կարող եք, բայց դե խորհուրդ չեմ տալիս կարագով եւ մեկ նրբություն է, մակարոնը պատրաստելուց անմիջապես հետո իրականում չեն ուտում, պետք է միջուկը քսեք, դնեք, հավաքեք ինչ-որ մի տարայի մեջ այսպես, հա, այս ձևով, եւ հետո 1 օր 24 ժամ հետո նոր ելներս համ տեսեք, նախ որպեսի ինքը այդ միջուկը կպչի ու պահի ձեր այդ կափարիչները, երկրորդն էլ որ համը, հա, գա տեղը, այսպես։ Տեսնում եք ինչ գեղեցիկ արդեն, հələ պատկերացրեք միջուկով, իմ աղջիկը հենց սենց ուտում է փոքրը, հենց նոր եկավ ընկերուհու տունն է, մոմոս, մոմակավոն ես սարքի, ասում եմ, հա ձեր չտաս, ասում է, ինչի ասի, որովհետև վիդեո եմ անում, հեսա վերջացնեմ, արի ու ինչքան ուզում ես կեր։ Եվ այո, ես գիտեմ, որ դուք հիմա կասեք, իսկ միջուկը իրականում դեռ տաք է, բայց փորձեմ այսպես ցույց տալ, չնայած այսպես կիսելով չեք զգա, պետքա դանակով երևի թե կտրեմ։ Ինձ թվում է, որ երևում է, սա մեջը միսն է արդեն։ Դա բերեք ուտեմ։ Մեկ վարկյան միատ դուխովկան բացեմ, որտև էլի եմ սարքում։ Շատ համավակ, բայց քաղցրա, նկատի ունեցեք, եթե երբևիցե չեք փորձել մակարոն, նկատի ունեցեք, որ քաղցրա, ու եթե միջուկը դուք ինքներդ սարքեք, փորձեք կարելի ասել լրիվ քաղցրա հանել, ինչքան հնարավոր է այդ միջուկի միջից քաղցրա հանեք, որտեղ իրանք արդեն իրանցով բավականին քաղցր են։ Դե ինչ, հուսով եմ, որ ինձ մոտ ստացվեց ձեզ բացատրել, ցույց տալ ինչ-որ ոնց որ պետք է, կսպասեմ կոմենտարիաներում ձեր արձագանքին, ինչպես միշտ ուղարկում եմ պատիկ։